Ալելույա Հիսուսին։ Իսահակի պես փորս լցեմ նոր օրհնեմ։ Մատթեոս 5-րդ գլխի 13-րդ խոսքում Հիսուս լեռան քարոզի ժամանակ ասում է դուք եք երկրի աղը։ Տեսեք կարդամ Մատթեոս 5-րդ գլուխ 13-րդ խոսքը։ Դուք երկրի աղն եք, եթե աղն անհամանա, ինչով կաղանվի, այլևս ոչնչի պետք չէ, միայն թե դուրս գցվի եւ մարդկանց ոտնակոխ լինի։ Տեսեք, այդտեղ ցույց է տալի, որ հարցը ոչ թե աղ լնելու մեջ է, այլ համ տվող աղ լնելու մեջ է, որովհետեւ կարաս աղ լնես, բայց ոտնակոխ լինես, դու համ չունենաս։ Այսինքն այդտեղ ոչ թե հոգևոր լինելու մեջ է, եկեղեցի գալու մեջ է, այլ համ տվող հոգևոր լինելու մեջ է։ Իրար հետ կարդանք 4-րդ թագավորաց 2-րդ գլխի 18-րդ խոսքից, որտեղ պատմում է Եղիսե մարգարեի մասին, որ Եղիայի համբարձումից հետո գալիս են մարգարեները Եղիսեի մոտ Երիքով քաղաքում ու ասում են քաղաքի ջրերը դառնացած են։ 2-րդ գլուխ 18-րդ խոսքը։ Եվ ետ դառան նրա մոտ եւ նա նստած էր Երիքով եւ նա նրանց ասեց. ես ձեզ շասեցի թե մի գնաք, այսի գնացել էին Եղիային փնտրելու։ Եվ այն քաղաքի մարդիկն ասեցին Եղիսեին. ահա քաղաքից դիրքը լավ է, ինչպես որ Տերս տեսնում է, բայց ջուրը վատ է եւ երկիրը անպտուղ։ Լավ, շարունակեմ, սա կարդամ հետո նայենք։ Եվ նա ասեց. ինձ մի նոր կուժ բերեք եւ մեջը աղ դրեք եւ բերին նրա մոտ։ Եվ նա գնաց ջրերի աղբյուրի մոտ եւ աղը գցեց այնտեղ եւ ասեց. այսպես է ասում Տերը, ես բժշկեցի այս ջրերը, այսուհետև այդտեղից այլևս մահ եւ անպտղություն չլինի։ Եվ այն ջրերը բժշկվեցան մինչեւ այսօր Եղիսեի խոսած խոսքին պես։ Տեսեք, Երիքով քաղաքում էր այս ամենը կատարվում։ Մենք ինչ գիտենք Երիքովի մասին։ Ավետարանում Աստվածաշունչում Երիքովի մասին առաջին իմանում ենք Հեսուի գրքից, երբ որ պարիսպները քանդվում են, Իսրայելը գալիս է, գրավում է, ու անգամ Հեսուն նույնիսկ անեց կա դնում, որ երկրորդ անգամ ոչ մեկ չսարքի, բայց դրանից հետո շատ անգամներ հա գրավել են, հա նորից սարքել են, որովհետև Երիքովը շատ ցանկալի քաղաք է եղել, շատ գեղեցիկ։ Ստեղ էլ մարգարեն ասում է տենում ես, որ շատ գեղեցիկ է, տեսքով է։ Նոր կտակարանում տեսնում ենք, որ Երիքովում Հիսուսը Երիքով գնալուց Բարթողոմեոսի աչքերը բժշկեց։ Ու կույրերը հավաքվում էին այդտեղ նստում էին, որտեվ գլխավոր լավ ճանապարհ էր, Երիքով հարուստներն էին եթում, անգամ Զաքեոսին Երիքովում բժշկեց, պաշտոնավոր հարուստ մարդ էր Հիսուսը։ Անգամ տեսնում ենք, որ Հիսուսը երբ որ պատմում էր Երիքովի մասին, նաև իմանում ենք այն, որ ասում է, երբ որ մի մարդ Երուսաղեմից գնում էր Երիքով, չէ, ճանապարհին ավազակները եկան, կողոպտեցին, մերկացին, հետո սամարացին եկավ օգնեց։ Երիքովի մասին տարբեր բաներ են կարդում ու տեսնում ենք, որ Երիքովը շատ գեղեցիկ, ցանկալի քաղաք էր, որ սա ուզեցել են գրավեն, սարքեն ու անգամ հարուստները այնտեղ պալատներ են ունեցել։ Ես ինտերնետում կարդացի, նույնիսկ հրեական պատմության մեջ գրած էր, որ Հերովդեսը այնտեղ պալատներ ուներ։ Բայց կարդում ենք ստեղ այդ գեղեցիկ քաղաքը, որ տեսքին շատ գեղեցիկ էր, ջրերը դառնացած էին։ Այսօր մեր կյանքում կան չէ մարդիկ, որ նայում ես տեսքով շատ լավ հագնված է, ապահոված է, լավ ավտո է քշում, ամեն ինչ ունի ու կողքից ինքը նախանձելի մարդ է, բայց իրականում երբ որ մոտենում ես իր հետ մի քիչ խոսում ես, տենում ես որ իրան ներս ամբողջությամբ դառնացած է։ Ու տեսեք, այս կյանքում մենք Երիքովը ցույց է տալի մեր այսօրվա կյանքը, այս աշխարհը, որ իր հաճույքներով, ցանկալի բաներով, ամեն ինչով կան ավազակներ, կան գողեր, բայց այդ Երիքովում պետքա լինեն նաև աղ հանդիսացող մարդիկ, որ կարողանան բժշկել այդ մարդկանց միջի ջրերը։ Օրինակ տեսեք երկրորդ թագավորաց 10-րդ գլխում
ես պատայների հետ երբ որ այս վերջերս անցնում էի այստեղ, տեսա որ Դավիթ թագավորը, երբ որ իր հարևան երկրներից մեկ ամոնացիների երկրում թագավորը մեռնում է, տղեն Անոնն է նստում, ինքը բարեկամ ալնում իր հետ։ Իր ծառաներին ուղարկում, ասում է գնացեք, ողջունեք, ասեք ոնց որ քո հոր հետ եմ եղել, ես քո հետ բարեկամություն կանեմ ու համել ցավակցեք հոր համար։ Ծերերը եթում են Անոնի մոտ, եթում են ցավակցում են, այս Անոնի խորհրդականները ասում են դու մտածում ես Դավիթը մարդ ուղարկե որ քո հորը ցավակցի, ասում է մարդ ուղարկե որ քո երկիրը լրտեսեն, որ գան հարձակվեն։ Ու ինքը լսում է իր խորհրդականներին, բռնում է Դավթի ծառաներին, մորուքները կտրում է, շորերը մերկացնում է ու հանում ուղարկում է հետ։ Երբ որ գալիս են Դավթին խաբար է հասնում, որ քո իմաստունները այս վիճակում հետ են գալի, անարգված վիճակում են ելնում։ Ու Դավիթը իրանց ասում է գնացեք մարդ ուղարկում դիմավորում, ասում է գնացեք նստեք Երիքով, մինչև ձեր մորուքը կաճի, երկարի, նոր կգաք։ Այսինքն տեսեք, Երիքովը մի տեղ էր, որ մարդը կարող էր իր պատիվը վերականգներ։ Այսինքն, այսօր աշխարհում, երբ որ դու անարգվում ես, երբ որ մեղքի մեջ ես ընկնում, Աստված նաև քեզի շանս է տալի, ստեղ որ կարողանաս վերականգնես քո պատիվը, քո դառնացած ջրերը բժշկես, բայց այդ ամենի հետ աղա պետք որ լինի։ Իսկ այդ աղը այն համ տվող հոգևորն է, որ այս աշխարհում կա, որ ինքը պետքա չմոռանա ինքը ինչի համար աստեղ եկե։ Որտեվ տեսեք, Երիքովում էլի մարգարեներ կային, բայց իրանք չարեցին, բայց Եղիսեն արեց։ Ու այսօր շատ հոգևորներ նայում են ուրիշներին, թե ուրիշը պետք է լինի։ Օրինակի մեջ, երբ որ ասում եմ մի մարդ Երուսաղեմից գնում էր Երիքով, տեսեք, երբ որ ավազակները գալի հարձակվում են, ծեծում են, մերկացնում են, սկզբից քահանան է անցնում է, ոչի բան չի անում, հետո Ղևտացին է անցնում է, ոչի բան չի անում։ Ասենք ամեն կարող է Ղևտացին հիմա ասում էր, ասում էր չմտածես, ես քո համար կաղոթեմ, ծոմ կպայեմ, լավ ալնելու, զորանալու ես, կանգնելու ես։ Բայց այդ մարդուն բացարձակ աղոթքի կարիք չէր։ Այդ մարդը կարիք ուներ, որ դու այդհայր իրան օգնեիր։ Ու այսօր շատ ժամանակ հոգևոր մարդը ինքը նայում է, որ մյուսը պետք է անի, Եղիսեն պետք է անի, այս մյուսը պետք է անի, ես կաղոթեմ, sense կլինի, բայց այդ մարդուն աղոթք պետք չի, այդ մարդուն օգնություն է պետք, որ դու պետք է անես։ Մի հատ հնդիկ միլիարդատերի են խոսցնում ու պատմում էր իր կյանքից, ասում էին, երբ է որ դուք երջանիկ ձեզ լիովին զգացիք, ասում է միլիարդներից հետո երջանիկ չեմ զգացել։ Ամեն 200 միլիարդից ավել էր իր կարողությունը, շատ հարուստ։ Ասում էր ամեն միլիարդից հետո արդեն սովորական էր դառը։ Ասում է, բայց եղավ մի ժամանակ, որ իմ մեջ հետաքրքրություն եկավ թանկարժեք քարեր հավաքելու։ Ու ասում է, սկսեցի թանկարժեք քարերի կոլեկցիա հավաքել։ Ասում է, մի պահ sense տարվել էի, ուրախանում էի, բայց եկավ մի ժամանակ, որ հոգնեցի դրանից։ Ու այդ գործը թարգեցի։ Հետո ասում է, սկսեցի խոշոր նավթ արդյունաբերել ու ասում է, աշխարհում դարձա առաջին նավթային մագնատը։ Ու ասում է, այդ պահին ինձ շատ երջանկացրեց, բայց ասում է, այդ էլ երկար չտևեց։ Ու ասում է, իմ կյանքում sense շատ հաջողություններ եղավ, բայց ասում է, եղավ իմ կյանքում մի բան, որ դա ինձ իրական երջանկություն տվեց։ Ասում է, մի անգամ իմ ընկերը եկավ, ասեց Հնդկաստանում 200 երեխա կա ու մանկասայլակի կարիք ունեն։ Կարաս օգնես իրանց, թե ասում է, դա իմ համար շատ չնչին գումար էր, կոպեկներ։ Ասեցի, հա կօգնեմ։ Ասեց, բայց դու պետք է գաս, անպայման դու պետք է գաս իրանց էտի նվիրես։ Ասում է, երբ որ գնացինք մանկասայլակները տվեցինք, ասում է, երբ որ տեսա այդ երեխեքի ուրախությունը, հայացքը, կարծես ոնց որ թազածնվել էին, այս կյանքի իմաստն էին գտե։ Ասում է, նենց էի հուզվել, որ ասի դուրս կամ հանգարց իրանց մոտ չլացեմ։ Ասում է, երբ որ դուրս եկա, մի հատ երեխա մանկասայլակով ոտս բռնեց։ Թեքվա ասեցի, դու ինչ որ էլի բան ես ուզում։ Ասեց, ուզում եմ քո դեմքը հիշեմ, որ վաղը մյուս օր երկնքում քեզ տեսնեմ, նորից շնորհակալություն հայտնեմ։ Ու ասում է, հիմա ամեն առավոտ ես արթնանալուց երբ որ հիշում եմ սա, դա ինձ երջանկություն է պատճառում։ Այսինքն, տեսեք, հաջողված մարդ է, բայց ցույց է տալի, որ այս կյանքում այն բարձունքներին, որ դու հասնում ես, այն ձգտումները, որ ունես, այն ինչ որ ունենում ես,
դրանք հավերժական չեն ու դա քեզի երջանկություն չի տալի։ Բայց Հիսուսի ասած այն մի բաժակ ջուրը, որ դու մեկին կտաս Հիսուսի անով, դա հավերժական է։ Այս աշխարհում ինչ ունենաս հավերժական չի, բայց Տիրոջ անունով մեկին օգնելը իմացի դա հավերժական է, Տերը 100,000 տարի կանցնի, բայց չի մոռանա ու քեզի հատուցելու է, դա դու քո ապագա կյանքի համար ես անում, երկնքի համար ես անում։ Ու հետաքրքիր է, որ այս պատմության մեջ, երբ որ կարդում ենք Սամարացու, տեսեք, Սամարացին երբ որ գալիս է, ավազակները ասում են համ կողոպտում են, համ մերկացնում են։ Այն ժամանակ մերկացնելը շատ մեծ անարգանք էր։ Ամենավերջին անարգանքն էր, որ տալիս էին մարդուն։ Օրինակ, տեսեք, ստեղ այդ Երիքովի ճանապարհին այդ մարդուն մերկացրին։ Դավթի ծառաներին մորուքը թրաշին, շորերը միջև նստատեղը հանեցին, մերկացրին։ Հիսուսին խաչելուց մերկացրին։ Այսինքն ցույց է տալի, որ այն ժամանակ մերկանալը շատ մեծ անարգանք էր։ Բայց այսօր հետաքրքիր է, մեր այս կյանքում մերկանալը համարձակության նշան է, մոդա է, զարգացած լինելու նշան է, ամուսնանալու միջոց է։ Ու ամենայն լրջությամբ եմ ասում, գիտեք, ես անկեղծ ցավով եմ ասում, բայց իրականից այսօր մարդկանց հայացքները փոխվել են։ Ու այսօր անգամ եկեղեցու հոգևոր եղբայրը ինքը ավելի շատ ձգտում է այտենց մարդ ընտրի։ Ես մի քանի վաղ առաջ մի հատ հարսանիք էինք, մի հատ մեր սեղանին հավատացյալ ընտանիք էր նստած, որ այդ ծնողներին աստղում բերել էին, որ պետք է աղջիկ ընտրեր։ Բերին այդ աղջիկ եկավ, նստավ, նայեց, տենց մի չհավանեց ու հնգավ այդ զալում, նայում անենց մարդիկ մի 5 հոգի, ով բաց բրախ լրիվ հագնված են։ Ու հետո հլտ իմացեք, էսի ով է, էսում աղջիկն է, էս ինչ, որին ցույց տվեց, սա բաց համարցակ հագնված։ Ու հարցն էլ դրանում էր, 5-ն էլ զբաղված էին։ Ու հենց ցավը դրանում է, որ այսօր տեսեք, ես կարող եմ մի քիչ ցավալի բան ասեմ, բայց այսօր աղջիկը ձգտում է մի բանի, որ քո Տիրոջը դրանով անարգել են։ Հիսուսին մերկացրել են, անարգել են, բայց այսօր մարդիկ ձգտելով դրան իրանց լավ են զգում։ Սատանան այսպես փոխել է մարդու միտքը, որ ժամանակին ինչը քո Տիրոջ համար անարգանք էր, այսօր, չգիտեմ, համարձակություն է, զարգացած է, չգիտեմ, ավելի լավ է, մոդա է։ Բայց իմացեք, ամեն մարդ ով այդպես է անում, թող հիշի, որ իր Տիրոջը տենց անարգել են։ Երիքովը մերկանալու, չգիտեմ, անարգվելու տեղ էր, բայց նաև տեղ էր, որտեղ Զաքեոսը հանդիպեց Հիսուսին ու դարձի եկավ, փոխվեց։ Ու Աստված հենց կպավ Զաքեոսին Երիքովում։ Այսինքն Երիքովում պետքա լինեին մարդիկ, ովքեր որ պետքա այդ աղը լինեին, որ բժշկեին։ Տեսեք, նույն Երիքովում կային մարգարեներ, բայց իրանք ջուրը չկարեցան բժշկեին, Եղիսեին էին ասում բժշկի, բայց խի նույն մարգարեն դու ես, նույն աղը դու ես, դու ինչի չես կարող անես։ Դե իրանք նեղվում էին, ապրում էին, ասում էին շատ լավ է, գեղեցիկ է քաղաքը, նեղվում ասում էին ջուրը լավը չի, բայց խմում էին այդ ջրից։ Այսօր շատ հոգևորներ կարող է ապրեն այս կյանքում սխալների մեջ, նեղվեն այդ սխալից, բայց շարունակեն հարմարվեն դրան ու մտածեն, ասեն թող մյուսը անի, էնի անի, թոյթի նա ծառայի, բայց դու պիտի անես, Աստված քեզ է կանչե, դու համ տվող աղ ես, դու ոտնակող աղ չես, դու ուղղակի անունդ պետք է մարգարե չլինի, դու պետք է այդ համ տվող մարգարեն լինես, համ տվողը հոգևոր լինես ու շատ ժամանակ մենք այսօր մոռանում ենք, որ մենք Աստված մեզ կանչել է հենց դրա համար։ Իսկ ի՞նչ է պետք, որ աղը դառնա համ տվող աղ, եթե ոտնակող եղած է։ Տեսեք, ես Թագավորաց գրքում 20-րդ խոսքում մի հատ հետաքրքիր բան ասում Եղիսեն։ Ասում է մինչև աղ բերելը, ասում է մի հատ մաքուր կուժ բերեք։ Ու ասում է մաքուր կուժը բերում են, աղը լցնում է մեջը,
ու այդ կուժով աղը շփում է ջրի մեջ ու բժշկվում են։ Հետաքրքիր, ինչի մաքուր անոթ ուզեց։ Չէր կարա բռի մեջ վերցներ աղը լցներ։ Ինչի համար մաքուր անոթ ուզեց Եղիսեն։ Օրինակ, որ կարդում ենք, տեսեք ավետարանում ասում է նոր գինին չեն լցնում, չէ, հին տիկի մեջ, այլ նոր տիկի մեջ են լցնում, որտեվ հին տիկը կպատրի։ Ու Գործք առաքելոցում, երբ որ Սուրբ Հոգին իջնում է աշակերտների վրա, կներեք մի քիչ շուտ ջուր կխմեմ, որտեվ լավ չեմ։ Մի քիչ հիվանդ եմ։ Երբ որ Գործք առաքելոցում Սուրբ Հոգին իջնում է առաքյալների վրա, երբ որ մկրտվում են, հելնում են քաղաքով, սկսում են Սուրբ Հոգով աղոթել, քաղաքի ժողովուրդը տենում, ասում են գինով արփած են։ Մտածում են սա խմած են։ Տեսեք, Աստծո ներկայությունը համեմատում են գինով արփած լինելու հետ։ Այսինքն, այս որ ասում են նոր գինին չեն լցնի հին տիկի, նոր տիկի, այսինքն Տերը իր Աստծո ներկայությունը երբեք չի դնի քո հին մարդի մեջ։ Երբ որ դու այն հին ցանկություններ ունես, կապվածություն ունես այս աշխարհի տարբեր բաների հետ, Տերը այդ աղը չի դնի այդ կուժի մեջ, Տերը նոր կուժի մեջ է դնելու։ Երբ որ դու կդառնաս այդ նոր անոթը, որ կապվածություն չես ունենա ոչ մի բանի, Աստված նոր այն աղը կդնի ու քո կյանքում բժշկություն կլինի։ Ու հարցը նրանում չի, որ դու կատարյալ բդիլնես, անմեղ ելնես։ Նույն Դավիթ թագավորը ինքը մեղավոր մարդ էր, շատ մեղքեր էր գործում, բայց իր սիրտը, իր համար, իր կյանքում առաջնային Աստված էր։ Իր գահը չէր, ընտանիքը չէր, կինը չէր, երեխեքը չէին, իր համար առաջնային Աստված էր։ Երեխեն էլ մեռավ, Տիրոջը չուրացավ, կինն էլ, չգիտեմ, վատ խոսած ինքը Տիրոջը չուրացավ, ամեն ինչ իր կյանքից ինչ կորցրեց ինքը, անգամ սխալի ժամանակ Մարգարեն եկավ հանդիմանեց, միանգամից զղջաց, ասես մեղավոր եմ։ Թագավոր ժամանակ ապարում էր Տիրոջ առաջ, չէր մտածում մարդիկ ինչ կմտածեն։ Այսինքն ցույց էր տալի, որ իր համար առաջնայինը Տերն է։ Բայց Դավիթը արեց բաներ, որտեղ ոչ մեկս չեն կանի։ Մեղքեր գործեց, որ ոչ մեկս չեն կանի։ Այսինքն ինքը նոր անոթ էր, որ Տերը ուզում էր, որ քո սրտում առաջնայինը Տերը լինի։ Լավ է, որ մարդը ձգտում է շատ բաներ, ձգտում է ընտանիք ունենալ, երեխա ունենալ, ապահովված լինել, դրանք լավ է, բայց երբեք դրանք նպատակ պետքա չլինեն։ Անկամ հոգևոր դաշտում լավ է, որ հոգևոր մարդը ձգտում է հովիվ լինի, երեց լինի, սարկավակ, բայց դա էլ նպատակ պետք է չլինի։ Դա միջոց պետք է լինի Տիրոջը ծառայելու։ Քո նպատակը աղ դառնալն է, որ Տիրոջ համար դու համտվող լինես։ Հավատացեք, պաշտոնը ոչ մի բան է։ Ես անկեղծ եմ ասում, երեց լնելու մեջ երևելի բան չկա։ Ինձ որ չհիշեցնեն երեցես, ես չեմ էլ հիշի։ Ես լավ հիշում եմ, որ երեցեմ, երբ որ մեր տունը կռիվ ալնում։ Այդ օրը այնքան ականջիս գալի, բա երեցես, համ էլ երեցես, այդ համ եկեղեցուն ասեմ ձեր երեցը, այդ օրը ես չոտքի, ասենք մի տարվա լիմիտը լռանում է երես լսելու։ Բայց դրանից որ չվերցնենք, ինչ որ ոչ մի բան քո կյանքում չի փոխվում, կարող է մի քիչ քիթդ մի քանի միլիմետր հելնում է վերև, ուրիշ բան չի լինում։ Նույն մարդն ես։ Բայց հեսա առաջ չընկնեմ, կտեսնենք, որ Աստված երբ որ եկեղեցուց օգտագործում էր մարդկանց, պաշտոններին չէր նայում, այլ նայում էր սրտին, նայում էր այդ նոր անոթին, որ ոչ հովիվ վերցեց, ոչ երեց վերցեց, ոչ սարկավակ, այլ վերցեց սովորական սեղանի ծառայություն անող մարդու։ Տեսեք, իրար հետ նայենք Գործք առաքելոց 6-րդ գլուխը, որտեղ պատմում է Ստեփանոսի ընտրության մասին։ Գործք առաքելոց 6-րդ գլխում, երբ որ եբրայախոս ու հունախոս եկեղեցում հավատացյալները սկսում են իրար հետ վիճել, մեր այրիներին հաց չեն տալի, էս չեն անում, ուտելու կռիվ են անում։ Տեսեք առաքյալները ինչ են ասում։ Եվ այն օրերումը, երբ որ աշակերտները շատացան, հելենախոսների կողմաներ տրտունջ եղավ եբրայեցիների դեմ, թե նրանց որբևայրիները ամեն օրվա մատակարարությունների մեջ անտես էին լինում։ Եվ 12-ը կանչեցին աշակերտների բազմությունը եւ ասեցին. «Մեզ վայել չէ, որ Աստծո խոսքը թողած սեղանին ծառայենք։ Հիմա եղբայրներ ձեզանից 7 վկայված մարդիկ ընտրեցեք, Սուրբ Հոգով եւ իմաստությունով լցված, որոնց այս պիտույքի վրա դնենք։
Իսկ մենք աղոթքին եւ խոսքի պաշտամունքին հետևենք։ Եվ այս խոսքը բոլոր բազմության առաջին հավանելի երևեցավ եւ ընտրեցին Ստեփանոսին, որ Սուրբ Հոգով եւ հավատքով լցված մարդ էր, եւ 6 հոգի, տարբեր նշում է։ Հիմա տեսեք հատկանիշները, ստե որ ընտրում են հաց բաժանող որպես ասում Սուրբ Հոգով լեցված իմաստությունով ու բարի համբավ ունենա, վկայված լինի, որ այս մարդը լավ հոգևոր մարդ է, լավ գործեր ունի։ Մեր օրերում ասենց հատկանիշ մարդուն միանգամից եպիսկոպոս կդնեն, Սուրբ Հոգով լեցված իմաստությունով, ամեն ինչով, բայց այդտեղ ուղղակի հաց բաժանող են ընտրում։ Օրինակ, ժողովուրդ ջան, ես մտածում էի, ինչ պետք է, որ աթոռ տեղափոխողը լինի Սուրբ Հոգով լեցված մարդ։ Ասենք օրինակ երգում ենք տառերա գցում մեր նորո աղբերը։ Ինչ իմաստ ունի նորո ընտրելուց նայենք, որ ինքը իմաստությունով լեցված լինի։ Կամ ասենք մեր Թելման աղբերը կամերայով նկարում է, բարի համբավ ունենա, չգիտեմ, ընդունված մարդ լինի։ Ու որտեվ իրականում որ վերցնենք, ասենք, տեսեք, կամերայով նկարել հոգևոր ծառայություն չի։ Մարմնավոր ծառայություն է, այստեղ անգամ աշակերտները ասում են վայել չի մեզի այդ գործ անել, մենք տրվենք Սուրբ Հոգով Աստծո խոսքը տարածելու, սեղան դնելը թող իրանք անեն։ Բայց ես իմ կյանքի շատ փոքր փորձից էլ ու հասկանում եմ, որ այն ինչ որ դու մարդկայնորեն ես անում, դու երկար չի տևում այդ քո ծառայությունը։ Դու վեճի մեջ ես բռնկվում մարդկանց հետ։ Եթե դու անում ես մարդկայնորեն, եթե դու մարդկայնորեն սիրում ես, այդ սերը երկար չի տևում։ Եթե մարդկայնորեն ընկերություն ես անում, դա երկար չի տևում։ Եթե մարդկայնորեն նույնիսկ գալի եկեղեցին մաքրում ես, 1-2 երրորդ էլ չես գալու։ Բայց եթե Սուրբ Հոգով լեցված մարդ ես ու գալիս ես եկեղեցին մաքրում ես, անգամ եթե ձեր տասնյակից մենակ դու ես մարդ չի գալի, 10 տարի ելնի մենակով կգաս կաներց ու չես նեղվի դրանից, որտեվ դու մարդկայնորեն չես անում, դու Սուրբ Հոգով լեցված ես անում։ Դրա համար Աստծո տան մեջ թանկացած ծառայություն մարդը պետքա Սուրբ Հոգով լեցված անի։ Մարմնավոր մարդ պետքա չանի, մարդկայնորեն պետք է չանի, խոնարհությամբ պետք է անի։ Այստեղ Ստեփանոսի Սուրբ Հոգով լեցվելը գիտեք որտե է երևում, որ ինքը շատ սիրով ընդունում է ծառայությունը։ Մի հատ ոչ նեղվում, ասում է, տեսեք, մարդ հետ հատկանիշներ ուներ, Սուրբ Հոգով լեցված, իմաստությունով, բարի համբավ ուներ ու հանկարծ բերում ասում են պետք է սեղան դնես, հաց բաժանես։ Ոչ ասում է մի հատ իմոցությունը նայեք, աշկերտներդ բացվի, չեք տենում իմ գործերը, ինչ հաց բաժանող։ Ինքը սիրով ընդունում է, որտեվ ինքը հենց այդ դատարկ անոթն է, որ Տերը ուզում էր, որ որպես աղ դներ իր մեջ։ Ստեղ է երևում հենց Ստեփանոսի օծությունը ու Սուրբ Հոգով լեցված լինելը։ Օրինակ, երբ որ կներեք, օրինակ, երբ որ Եղիսեն Եղիայի ձեռքին ջուր էր լցնում, ինքը այդ ժամանակ մարգարե էր, ավելի մեծ մարգարե, քան քաղաքի մյուս մարգարեները, որտեղ երևում անդե որ երբ որ Եղիսեն պետքա համբարձվի, հա գալիս են, ասում են, գիտես չէ, հեսա Տերդ համբարձվել է, նույնիսկ չեր թողում խոսային, ասում էր սուս մնացեք։ Հա գիտեմ, այսինքն դու մտքինդ ինչ ասում ես, քեզնից ավելի լավ գիտեմ, շուտ գիտեմ։ Այսինքն ինքը ավելի մեծ մարգարե էր, քան այդ խոսացողները։ Անկամ Եղիայի համբարձումից հետո ես այդ մի համար կարդացի, երբ որ գալի ասում են Եղիսե, այս ինչ քաղաքն է, ասում անդե չի։ Այնքան են ստիպում, ասում գնացեք ման արեք։ Այդ ու ման գալի, հետո փոշմանած գալի, ասում են չէ չկար, ասում են բա ես ձեզ չասեցի, որ չկա։ Այսինքն ցույց է տալի, որ ինքը ավելի մեծ մարգարե էր, քան իրանք, բայց այդ մեծ մարդը, մեծ մարգարեն, ջուր էր լցնում Եղիայի ձեռքերին։ Ինքը չէր ցկտում մյուսների նման պատվով քաղաքի մեջ մանգային, ասեին մարգարեն եկա, պատիվ տային, քարոզաներ, չգիտեմ, ինքը սովորական ջուր էր լցնում ու ինքը դրանից չէր նեղվում։ Հենց Սուրբ Հոգով լեցված լինելը տեղ էր, որ անում ես մի բան, որ կարաս ավելին անես, բայց քեզի քիչն են տալի, բայց դու սիրով անում ես։
Էդ է երևում, որ դու դատարկ անոթ ես Տիրոջ համար։ Այն Աստծո ասած, որ Աստված սիրում է կոտրված սիրտը, խոնար հոգին, դու հենց այդ անոթն ես, որ դու քո անունի, քո փառքի համար չես անում, դու Տիրոջ համար ես անում։ Օրինակ ես որ կարդում եմ Ստեփանոսի պատմությունը, ես դաժե ամաչում եմ, որտեվ Ստեփանոսը որ տենում ենք, այնտեղ թազը ապաշխարած մարդ էր, մի երկու գլուխ առաջ ապաշխարում, բայց այս հատկանիշները ասում ուներ։ Մենք 25-30 տարի հավատքի մեջ ենք, ոչ մի հատկանիշը չունենք։ Դրա համար էլ գիտեք խի չունենք, որտեվ այս նույն Երիքովի մարգարեների պես ենք մտածում, որ մյուսը թողանի, այդ եբրայախոս, հելենախոսների նման ենք մտածում, եկեղեցում մեր շահի, մեր եսի, մեր բանի մար ենք վիճում, հոգևորի մասին չես մտածում, դրա համար էլ Աստված քեզ չի օգտագործում այն պարկով չի կինք օգտագործի, բայց քեզ չի օգտագործի, որ դու երեց ես, բայց Աստված իրանք օգտագործի, որտեվ ինքը ավելի շատ Աստծուն ձգտողա, Աստծուն փնտրողա, քան թե դու, ավելի շատ նպատակասլաց է։ Օրինակ, անկեղծ ասեմ, մեր եկեղեցու թարմ օրինակ իմ համար որ դա հրաշք է։ Ինձ օրինակ որ մի տարի առաջ ասեին, ինչին չես հավատում, ես կասեի, չեմ հավատում, որ մի օր Աշոտը կարա սլուխով երգի։ Բայց արի ու տես, այս վերջերս ճիշտ նոտաներ է օգտագործում, երգում է ու գիտեք իր առանձնահատկությունն ինչումն էր, որ ինչքան ձեռ առան, քարոզի մեջ օրինակ բերինք, հումոր արինք, էլի ղժալով երգում էր։ Այնքան երգեց, չգիտեմ, Տերը նույնիսկ կարող է իր կողքիներին խղճալով իրան սլուխ տվեց։ Բայց մարդը նպատակասլաց ունեցավ էդի։ Ու այսօր տասնյակներում ինքն է առաջնորդում։ Սենց որ գնաց Սամսոնը մտածելու բան ունի։ Ու հոգևոր մարդը, հոգևոր դաշտում հենց սենց պետք է լինի, որ դու պետք է ձգտող լինես, թեկուզ չստացվի էլ առաջի, երկրորդ, երրորդ, մի անգամ քարոզարի չստացավ էլ վերջ պրծավ, ես չեմ խոսա, չէ, դու պետք է հա խոսաս։ Անգամ տեսեք, երբ որ Ստեփանոսին Աստված ուղարկում է խոսք խոսալու ու ընտրում է Ստեփանոսին, հաց բաժանողին, ոչ երեսներին, անգամ այդտեղ աշակերտները ասում էին, մեզի վայել չի այդ սեղան դնելը, մենք այդքան խոսքի ծառայությանը, այդ ասողներից ոչ մեկին չի օգտագործում։ Առաջին նահատակ քրիստոնյան Հիսուսից հետո լինում է Ստեփանոսը, Աստված ընտրում է եկեղեցում հաց բաժանողին, որպես նոր անոթ։ Ու երբ որ եթում է քարոզելու, սկսում են քարերը վերցել, ատամները կրճտացնել, բայց այդ ոչ մի բանը իր մոտ եղանակ չի փոխում։ Ինքը նորից շարունակում է խոսալ։ Հետարքի է, ասում եմ, մեր քարոզների տակ մի հատ վատ բան են գրում, շաբաթներով չեն քննում, մտածում ենք լավ խի գրին, էս արին։ Մարդը քարոզում էր, ատամները, քարերը ձեռը կրճտացնելով, ինչ անարգանք, ինչ հայոյանք ասես տալիս էին, բայց ինքը նորից շարունակում էր խոսալ։ Այսօր դու Աստծո խոսք խոսում ես, տենում ես դիմացինի դուրը չի գալի, շուտ թեման փոխում ես, դադարեցնում ես, բայց իր հեչ վեճը չէր, ինքը նորից շարունակում էր խոսալ, լսեն թե չէ։ Հենց ստեղ էր ցույց տալի, որ ինքը Սուրբ Հոգով լեցված մարդ է։ Տեսեք Գործք Առաքելոց 7-րդ գլխի 54-րդ խոսքում, երբ որ խոսքը խոսում է, քարոզը անում է, նայեք ինչ է ասում ստեղ քարոզի ժամանակ։ 7-րդ գլխի 54-րդ խոսքը։ Եվ այս խոսքերը լսելով իրենց սրտերում կատաղում էին եւ ատամները կրճտացնում էին նրա վրա։ Իսկ նա լցված Սուրբ Հոգով դեպի երկինքը նայեց եւ Աստծո փառքը տեսավ։ Սուրբ Հոգով լեցված մարդը միշտ էլ երկինք է նայում։ Դու չես նայում դիմացինի ատամներին, քարերին, այլ դու նայում ես երկինքը բացված Հիսուսին։ Սուրբ Հոգով լեցված մարդը թե ծառայություն անելուց, ամեն ինչը Աստծո գործ անելուց միշտ դու երկինք ես նայում, ուրիշ տեղ չես նայում։ Անկամ չես նայում այդ քարերին, որ այսօր քար չկա, բայց
Խոսքի տեսքով այսօր կարան քարերը լեն, քո հետևից ցույց բաներ կարան խոսան, քո հետևից կարան ինչ խոսքի ասես քարեր գա կպնի քեզ, բայց դու տես բաներին չես նայում, դու նա շարունակում ես Աստծո խոսքը կատարել, ապրել, որտեվ դու երկինք ես նայում։ Անկամ տեսեք Ստեփանոսը այդ քարկոծվելու ժամանակ աղոթում ասում էր Տեր, ների նրանց, որտեվ չեն հասկանում, թե ինչ են անում։ Ու սրտանց էր աղոթում։ Այսօր մեկից որ մի բան են ասում, մի վատ բան ասում են կամ անում են, մեր մեջ ասում ենք Հիսուսի տղուն ակապե կամ Հիսուսի աղջկան ասե, հեսա իր կորից ձենը կլսակ։ Ու դու էդի սրտանց ես ասում։ Սպասում ես իր կորից, որ այդ մարդու ոռնոցը հելի, որ դու էլ քո մեջ լավը զգաս, Տերս վրեժը լուծեց։ Բայց Ստեփանոսը տես չէր։ Ինքը սրտանց ասում էր Տեր, ների նրանց, որտեվ չեն հասկանում ինչ է։ Ինքը սրտանց էր ասում, չէր ուզում իրանց վատ բանը լեր։ Հենց իրական հոգևոր էսա, որ դու ոչ թե սպասես այդ դիմա, չես ասում, չես անիծում, բայց քո մեջ սպասում ես, որ մի հատ պատժվի, այլ իրական հոգևորը իր մեջ իրական աղոթումը դիմացինի իր ցավ տվողի համար, որ ինքը ապաշխարի։ Հենց իրական հոգևորը դրա մեջ է։ Ու հետարքի է, որ Աստված թույլ տվեց, որ Ստեփանոսը մահանա։ Աստված չփրկեց Ստեփանոսին։ Քարկոծեցին ու ինքը մահացավ։ Աստվածաշունչում շատ մարդիկ կան, որ Աստված փրկեց իրանց։ Նույն Դանիելին առուսների գուբի մեջ եկավ, հասավ, փրկեց Տերը։ Սեդրակ Միսակ Աբեդնագովին կրակի մեջ փրկեց։ Աբրահամը իր երեխուն, որ դանակով ուզում էր մորթեր, Տերը ձեռը բռնեց չթողեց։ Երեմիան Բաբելոնի գերության ժամանակ սաղ քերի գնացին ինքը ազատ, այսինքն լիքը կարամ օրինակներ բերեն, որ այն կենաց մահու բանի մեջ էլ Աստված փրկեց, բայց Ստեփանոսին չփրկեց, թույլ տվեց, որ մահանա։ Ու համոզված եմ, որ երբ որ մահացավ Ստեփանոսը, շատերն ասում էին անխելք, ինչ հիմար մեռար, ընտանիքը տնտե մնաց, գործերը տունդ կիսատ մնաց, լիքը տարբեր բաներ ու մարդկանց համար անիմաստ էր Ստեփանոսի մահը։ Անիմաստ էր, որտեվ իրանք Ստեփանոսի նման երկինք չէին նայում։ Ստեփանոսը տեսել էր երկնքում մի բան, որ իրան ուժ տվեց մահանալու։ Բայց մարդիկ, որ այսօր չեն տեսնում երկինքը, ձեզ կմեղադրեն, չեն հասկանա, որ այսօր դու ստե նստած ես, ամեն կիրակի գալիս ես, իր համար անիմաստ կլի, դու խես գալի, բայց դու այսօր տենում ես մի բան, որ դրսինը չի տենում։ Դու երկնքում տենում ես Հիսուսին կանգնած։ Տեսակ, Հիսուս չեկավ Ստեփանոսին փրկելու, բայց արեց մի բան, որ իմ համար Հիսուսի խաչելությունից հետո եւ ամենագեղեցիկ բաներից մեկն է, որ Հիսուսը արեց Ստեփանոսի համար։ Տեսեք, Մարկոս ավետարան 5 տարբեր տեղեր ցույց է տալի, որ Հիսուսը հարությունից, համբարձումից հետո հելում նստում է հոր աջում։ Մարկոս ավետարան 16:19-ում ասում է. «Արտերը նրանց հետ խոսելուց հետո երկինք համբարձավ, Աստծո աջ կողմը նստեց»։ Ղուկաս 22:69, բայց այսուհետ մարդի որդին նստած կլինի Աստծո զորության աջ կողմը։ Եփեսացիս 1:20, որ Քրիստոսումը գործադրեց նրան մեռելների միջից հարուցանելով եւ իր աջ կողմը նստեցրեց երկնավորներումը։ Կողոսացիս 3:1, արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա խնդրեցեք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աջ կողմը։ Եբրայեցիս 1:3, մեր մեղքերի սրբությունն իրենով անելուց հետո նստեց Աստծո մեծության աջ կողմը բարձունքներումը։ 5 տարբեր տեղեր ցույց է տալի, որ Հիսուսը համբարձումից հետո նստում է աջ կողմը։ Բայց տեսեք, Գործք առաքելոց 7:55 խոսքում, տեսեք, Ստեփանոսը ինչ է տենում։ Իսկ նա լցված Սուրբ Հոգով դեպի երկինքը նայեց եւ Աստծո փառքը տեսավ եւ Հիսուսին կանգնած Աստծո աջ կողմումը եւ ասեց. ահա տեսնում եմ երկինքը բացված եւ մարդի որդին կանգնած Աստծո աջ կողմումը։ Ինչքան հետաքրքիր տեղ է, չէ՞։ Հիսուս պատիվ տվեց Ստեփանոսին, իրոն նստած տեղից հելավ կանգնեց։ Ես անգերց եմ ասում, քարոզը գրելուց ջանս փշաքաղվում էր։ Հիմա էլի խոսում եմ, ջանս փշաքաղվում է, երևի մի տարի հետո էլ այս մասին հիշեմ, էլի ջանս կփշաքաղվի։
պատկերացնում եք, ասենք հələ Ստեփանոսը չմեռած, հələ քարը չեն շպրտե, բայց արդեն ինքը հել է կանգնե, սպասում էր Ստեփանոսին, որ երբ մահանալու գա։ Ու այդ ժամանակ, գիտեք, Ստեփանոսը դաժե խնդրում էր իր մեջ, ասում էր ինչ կլինի, շուտ քարգոցեք մեռնեմ էթամ։ Մարդիկ, որ ասում էին խի մեռար, խի անիմաստ մեռավ, չէին հասկանում, բայց այդ քարկոց, երբ որ երկինքը տենում էր բացված, դաժե Ստեփանոսը աղոթում էր, ասում էր Տեր, նենց արա քարերը շուտ շպրտեն, որտեվ ինքը տեսնում էր մի բան, որ ուրիշները չէին տեսնում։ Երբ որ դու Աստծո համար նոր անոթը կլնես, երբ որ Աստված իր աղը կդնի, աղ կդառնաս, դու կտեսնես բաներ, որ մարդիկ չեն տեսնի։ Դու կանես բաներ, որ մարդիկ քեզ չեն հասկանա, որտեվ դու տեսնում ես երկինքը բացված, բայց իրանք չէ։ Հիսուսի արածը ինչ որ արեց Ստեփանոսի համար, չգիտեմ, անգնահատելի, էլ չես տենա մեկի համար, որ Հիսուս sense բան արեց, որ ոտի կանգներ ու դիմավորեր։ Սրանից ավելի մեծ բան չկար, չգիտեմ, ավելի մեծ պատիվ ես չեմ պատկերացնում, որ Աստված իր աթոռի վրից ելնի կանգնի ոտքի ու քեզի դիմավորի։ Այսօր ով ուզում է որ Տերը իրան տենց դիմավորի, հենց Ստեփանոսի նման թեկուզ հաց բաժանող, թեկուզ օրինակ Ստեփանոսին գիտեք խի ընտրեցին։ Խի ընտրեցին Ստեփանոսին, Աստված խի ընտրեց այդ խոսքը տարածելու մեջ, որովհետև այդ սաղ երևի եկեղեցուց ամենալավ Աստծո խոսքը ինքը գիտեր, որովհետև 7-րդ գլուխը որ կարդում եք, հրյաների սաղ պատմությունը անգիր ասում է, սկզբից մինչև վերջ 7-րդ գլուխը առանց կարդալու նայելու անգիր ասում է ամբողջ հրյաների պատմությունը, այսինքն ամենալավ Աստծո խոսքը թեկուզ հաց բաժանող էր, սեղանի ծառայություն անող, բայց նենց լավ Աստծո խոսք գիտեր, դրա համար էլ Աստված ընտրեց իրան, եւ ոչ թե ընտրեց այդ վիճող հելենաց խոսներին կամ եբրայախոսներին, ոչ էլ առաքյալներից որից է մեկին, որ ասին այդ սեղան դնելը մեզի վայել չէր։ Ես չեմ ասում սխալ բան են ասել, բայց ասում եմ մի բան, որ տեսել եմ, Աստված ընտրեց սովորական սեղան դնողին, որովհետեւ իր մեջ Աստծո խոսք կար։ Այսօր ավտոները պարկով կա որ անում է, եթե ինքը Աստծո խոսք ամեն օր կարդում է իր մեջ Աստծո խոսք կա, Աստված իրան կօգտագործի, քան թե որ երեցին կամ ուրիշ մեկին, որ ինքը չգիտեմ Աստծո խոսքից հեռու է։ Աստված կօգտագործի նրան, ով որ նոր անոթ է, ու մեջ կտենա այդ նոր կուժը, իր աղնել կտնի իր մեջ։ Այսքանը։